Տեսեք, այդքան հանդիպելուց հետո 10 օր առաջ եք, չէ՞, հանդիպել, վերջին հանդիպումը 10 օր, հա, մի քիչ ավել։ Նորից ասել են, որ գրավոր կպատասխանենք։ Այսինքն թվում է, որ այսքան անգամ հանդիպումից հետո իրանք պետքա արդեն պատասխան ունենային, ոչ թե նորից ասեն գնացեք, գրավոր ձեզ, այսինքն ձգեն մինչև հունիսի 7-ը, եւ հետո քիչ առաջ ես ասեցի, այս մարդկանց այստեղից տարբեր կառույցների դռներ են տարել, ժամանակ են սպանել, ամեն անգամ կհիշեք, նույն գերիների պահ ասում էր իմ Աշոտիկին կտամ կբերեմ, տենց էլ Աշոտիկը մնաց ստեղ, գերիները մնացին Բաքվի բանտում, հիմա այս մարդկանց քնչական ԱԱԾ-ից այստեղից ազգային ժողովից արտգործնախարար, ամեն տեղ ուղարկում են այս մարդկանց, բանը հասել է խայտառակությունը նրան, որ որդի որոնող ծնողը աթոռը բերել է նստի այստեղ, որ այստեղից մի պատասխան տան իրեն։ Իսկ այստեղի պատասխանն էլ կեղծիկ ու սուտ է պարունակում իր մեջ, ինչի եմ դա ասում, որովհետև հունվար ամսին Արտաշիրիմում պահանջող ծնողների նամակ հանձնվեց այստեղ, դա ուղարկվեց ԱԳՆ, ուղարկվեց ԱԱԾ, երեք ստացել եմ ԱԱԾ-ի պատասխանը, գիտեք ինչ էր մեջը գրված, որ այդ հանձնաժողովը չի զբաղվում արտաշիրիմման հարցով, հունվար, փետրվար, մարտ, ապրիլ, մայիս, հումանիտար հարցեր են, բոլորը իրենց զավակների հետ կապված այդ ընտանիքների հարցերն են, այսինքն դուք գիտեք, որ դուք այդպես կառույց չունեք, բայց դուք 5 ամիս այդ մարդկանց ստեղից ընդեղից բոլոր կառույցներում ման եք տալիս, մինչև որ բոլորը գան այսպես աթոռները շարեն, նստեն այստեղ։ Ինչպես հասկացա, այստեղ խնդիրը այլ է, իրենք ճանաչում են զոհված որպես որդուն, բայց հայրը չի ընդունում, հա, որ իր որդին զոհվել է։ Դե Ազատի հետ 2 տարի առաջ ասեց փաստական հանգամանքներ ունի, որով չի ճանաչում, որ իր որդին զոհվել է։ Հիմա ասում են գնացեք ճանաչեք անհետ կորած։ Ես էլ հարցնում եմ, եթե այս շենքում նստած է, ամեն օր արձանագրում ուրախանում է, որ Բաքվից հյուրեր ունեցանք, մեր քաղաքասարակությունը Բաքու գնաց, ցորեն բերեցինք, նավթ եսիմ ինչ բերեցինք, բա ԱԱԾ պետը գնաց Բաքու, բա մի հատ մտներ, բա գնում եք հասնում եք Բաքու, ասեք ուզում ենք բանտերում մի հատ խաղաղություն եք ասում, եթե դա կեղծ չի, հիմա պետք է ինքը որոշակի տեղեկատվություն ունենար իր որդու մասին, որոնողական աշխատանքներ, Արցախից մինչև Բաքվի բանտ պիտի որոնողական աշխատանքներ լինեն։ Սխեման հասկանալ, այսինքն պիտի դիմի դատարան, ասի, որ ինքը այդ համաձայն չի ԴՆԿ-ի արդյունքների հետ, այսպես հա շղթայով վիճարկի պետության այսպես տեղեկությունները։ Տեսեք, քիչ առաջ ես Ազատը հաստատեց, որ ասում է Գազանի ոսկորներ կա, մեզ ասում են տարեք, չէ, Ազատ, դուք եք ասում։ Գազանի ոսկորներ ասում են տարեք, ձեր երեխան է։